AMG հերոստանգերության եթերում ես շարունակում եմ մերոնք շարքը բարև ձեզ իրադարձությունները Հայաստանում զարգանում են այնպես որ ճիշտ ասած չեմ ուզում հիմա գնամ նորեն տեղից ասեմ այնինչ տեղի ունենում ես փորձեմ այսօր անդրադառնալ այս պահին այս տեղից մինչ այդ հիշեցնեմ նորից գլուխ են բարձրացրել փառապանց հայրենասերներն ասում են աչքիս Սորոսը քեզ լիքը փողեր տվեց դու էլ գնացիր Ամերիկա որ այստեղ եմ շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, ովքեր իմ հյուրանոցի, այսպես ասած, կացության հարցից սկսած փորձում են ինձ պիտանի լինել, ասում են, արի, քեզ տեսնենք, այստեղից էլ հաղորդում արա։ Շնորհակալություն AMG հերոստանգերության ղեկավարությանը, որ չի ասում ինձ ասենք, չգիտեմ, այսքան գումար տուր, որ քեզ նկարենք, ասում է, այս հերոստահալիքը քո տրամադրության տակ է, Սուրեն ջան։ Այսպես, բոլորին շնորհակալ եմ։ Ինչ վերաբերում է Սորոսին, Սորոսի փողերը փնտրեք, ասենք, մի հարցրեք են դաշնակցական Գեգամ Մանուկյանին, $300,000 ավել Սորոսից ստացել ես, ինչ է իրանում։ Ես Սորոսներից փողեր չեմ ստանում։ Սորոսը, եթե ասում եք գումար էր տալիս, որպեսզի հայրենիքի դավաճանները, ուրեմն դաշնակցության հերոստալիքը այն ժամանակ 300 քանի հազար դոլար փող վերցրեց։ Այդ ինչ արեցին։ Այդ ինչ էին հաջողացել Սորոսին, որ այդքան փող էր տվել։ Ընդհանրապես այդ փոխադարձ մեղադրանքներին պետք է վերջ տալ։ Իսկ ինչ է տեղի ունենում։ Դեպքերը բուրն են, ավելի ճիշտ բան չկա։ Ռուսական իշխանությունները, ռուսացարը որոշել է, որ արդեն կարող է ընտրություններին մոտենում են 26 թվականի, պետք է այստեղ ակտիվացնել իր շարասյունը Հայաստանում կամ իր թերմացքներին։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ռուսական կայսրապաշտական ռեժիմը համարում են բարեկամ, պարզապես բանականությունից զուրկ են կամ կեղծ մարդիկ են, չեն ուզում տեսնել իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ ռուսական կայսրությունը արդեն այն պահից, երբ դարձավ մեր բարեկամը, այդ պահից ամեն ինչ սկսեց ոտատակ տալ։ Այդ պահից սկսած բոլոր մեր ձեռքբերումները ասել եմ, հիշեցրել եմ, սկսած Ղարսից, Էսիցենից, երբ Անգլիան օգնեց, այդ ամեն ինչ այնպես արեց, որ մենք չունենանք, սկսած ցեղասպանությունից։ Ավելին, պատմություն իմացողները ինձ չեն թույլ տա, որ ես սուտ խոսեմ։ Երբ ռուսական զորքերը վանում էին, միջև, այսպես ասած, հոկտեմբերյան մեծ հեղափոխության սկսելը, ռուսական զորքերի հետ եկել էին նաև կազակները, ովքեր պատրաստ էին այնտեղ սահմանին աշխատող լինել եւ կոտորում էին հայերին կամ կոտորում էին թուրքական գյուղերին, որպեսզի նրանք վերջիններս հարձակվեն հայերի վրա եւ կոտորեն։ Այսպես է եղել։ Հիմա մենք դա մոռացել ենք։ Տարիներ առաջ մենք փորձեցինք ազատագրել մեր երկրի, այսպես ասած, խլյակները, ոտքի կանգնեցինք, Իվանը դարձյալ օգնեց եւ ռուսական զորքերի աջակցությամբ, ռուսական քաղաքականության աջակցությամբ Ադրբեջանը տիրացավ Արցախին։ Մեր դավաճանների լինելիությամբ, ինչպիսին Քոչարյան Ռոբերտներ, Սերժիկ Սարգսյանը, Դաշնակցության Հայաստանի, այսպես ասած, լիդերները դրանց դեռամ մենք կորցրեցինք Արցախը։ Եվ հիմա այս Արցախը կորցրած մարդիկ, այն մարդիկ, ովքեր նպաստել են, որ Արցախը ծնկի գա, այսօր ասում են, որ գեցե Ռուսաստանը, եկեք Նիկոլին Ռադանենք։ Նիկոլին Ռադանելը հայ ժողովրդի գործն է, եթե ռադ կանի թե կվերընտրի, դա հայ ժողովուրդը գիտի։ Բայց այդ փալասային մոտեցումը այդպես էլ չեմ հասկանում։ Փալաս ասացի միտս ընկավ։ Ոչ անհայտ Զորի Բալայանը ժամանակին մի նամակ էր գրել ռուսաց թագավորին։ Աման Ցարջան, արի Գյուլիստանի պայմանագրով Արցախը պահի քո տիրույթում։ Եթե այդպես էր այդ ժողովուրդը ինչի էր իրեն պատեպատած, մենք ինչու ենք կռվում։ Էդ էլ մի կողմ։ Բալասանյան Վիտալիկա, ոչ անհայտ։ Հիմա սա է մի նամակ գրում։ Եվ դա այն դեպքում, երբ Ալիևի թուրք կնոջը, այսինքն այն մարդուն, ով խրախուսում էր, որ գերիներին պատժեն, ծեծեն, սպանեն, հայերին մորթեն, այդ մարդու կնոջը արդեն քրիստոնյա է դարձնում։ Ռուսական կաթողիկոս կոչվածը կամ իրենց Կիրիլը պատրիարքը ոչ ավել ոչ պակաս արդեն արմատներ է ման գալիս Ադրբեջանի եւ քրիստոնեության մեջ։ Եվ այս ամբողջը տեսնելով մի հատ Բալասանյան Վիտալիկ մի նամակ է գրում։ Ինչու են այսպես։
Իդեպ Վիտալի Բալասանյանի հայտնի պատմության մասին որևէ մեկը սկսած Քոչարյան Ռոբիկից, Սերժիկից, դաշնակցականներից եւ մնացածից չեն ուզում բարձրադայնել։ Ասեմ Մոնթեն ինչպես սպանվեց։ Վիտալի Բալասանյանը խաբեց։ Վիտալի Բալասանյանը այն ուղղությամբ էր գալիս եւ Մոնթեն այսպես ասած զրույցը կա, սղագրությունը կա այդ ռադիո զրույցի։ Ասում է հասել եք, ասում է այո, հասել եմ, բայց չի հասել։ Մոնթեն եկավ, թուրքերը խփեցին։ Որևէ մեկը չբարձրացնեց այդ մասին։ Այդ անպատժելիությունը ծնել է, որ իրեն գեներալ է զգում Վիտալի Բալասանյանը եւ հրեղեն ջորին նստած ասպատակում է Հայաստանում։ Սա է իրականությունը։ Այո, այդ 5-րդ շարասյուն կոչվածը հայրենիք չունի։ Ավելին, ինչ որ մարդիկ, էսա Ռոբերտ Քոչարյանը իր զավակը կգան։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, եթե հանկարծ Քոչարյան Ռոբերտին կամ իր զավակին Հայաստանի ժողովուրդը ընտրի, չգիտեմ, նախագահ, վարչապետ, ես ազգությունս կփոխեմ։ Ես այդպիսի հայ ժողովուրդ չեմ պատկերացնում։ Վստահ եմ, որ դա այդպես չի լինի, բայց սա ասում են, որ իրենց մտքում այլ բաներ չմտածեն։ Չի կարող այլևս այդ աղբը Հայաստանում դիրքեր զբաղեցնել։ Եվ այն, որ իրենք դեռ ձերբակալված չեն եւ դեռ հանցաշխարհը սնում են, դեռ այդ լրատվամիջոց կոչվածներին սնում են, որպեսզի խառնեն երկիրը, գալիս է այո Նիկոլ Փաշինյանի հապաղումից։ Բայց Նիկոլ Փաշինյանն եմ ուզում հասկանալ մի պարզ պատճառով։ Ինքն ուզում է ամեն ինչ հիմնովին անել, օրենքով։ Այո, ես էլ եմ վռազում, դրանց վիզը պետք է օլորել, պայմանական ասած։ Բայց պիտի օրենքով օլորվի, շատ խորը օլորվի, որ այլևս իմանան իրենց տեղը նմանատիպ մարդիկ, ում համար հայրենիքը կոպեկ չարժե։ Եվ այսպես այս ֆոնում, այս եզրույթի մեջ շարունակում է մնացած անմաքուր բաները։ Չգիտեմ, Վահագն Ալեքսանյանի մորն են սադրում, հետո Մասիվի թաղապետը այսպես տղա է խաղում, լրագրողները նորից շարունակում են իրենց անմաքուր անոնը կա ամանում չկա, իբր թե լրագրողի գործունեությունը սա խայտառակություն է։ Ես հիշում եք ասացի Անդրանիկ Քոչարյանը պիտի ներողություն խնդրի։ Հիմա էլ եմ ասում, պաշտոնյան պարտավոր է իրեն զուսպ պահել։ Ուզի չուզի, ինքը պաշտոնյա է, ինքը պիտի տարբերվի, բայց այն լրատվությունը, որ Ռիփսիմե Ջեբեջյանն է անում, ես չգիտեմ դրան ինչ անուն տամ։ Մանսուրյանի հետ այդ պահվածքից անհարգալից ինձ վիրավորեց։ Մի երկուսն էլ գրում են, ինչի ով է Մանսուրյանը։ Մանսուրյանը հոգևորն ու մաքուրն է մեր երկրի։ Բոլոր տեսակի Մանսուրյաններին հարգել է պետք։ Էն էլ տարիքը չէ, իր գործը, տարիքից չեք հասկանում, գործից հասկացեք։ Աչքից ոչ գործից են հասկանում, ոչ գրածից, ոչ էլ մյուսից։ Մասիվի թաղապետը որոշեց, որ ինքը տղա է կարամարտեցի։ Այդ Չախոյանը ինչ է, չգիտեմ, երբ իհարկե վիրավորականը, երբ ինչ-որ մի ապրանք Չախոյան անունով կներեք մեղ բարիս համար, ասում է, եկե թափեմ քո վրա։ Ու իբր թե, չգիտեմ, ինչ-որ մի հեղուկ է թափում, ասացի տողատակը բոլորին հասկանալի է։ Նորմալ, բոլոր, բանական, մարդկանց համար խիստ վիրավորական է, հավատացեք ինձ, ես չգիտեմ ով է այդ լակոտը, ոնց կարող է այդպես պահել։ Հետո է դրան ասել, որ կարելի է այդպիսի ակցիա անել։ Բայց մյուս կողմից ես չեմ կարծում, էլի թե թաղապետը պիտի բռունցքներին զորտ ասի ես տղա եմ։ Դո լավ է, բայց մնացածն էլ աղջիկ են, հա, որ այդպես է, ես պիտի օրական Տիգրան Ավինյանին որտեղ տենամ գլխին կտասնեմ։ Ասեմ այ նեղճակատ։ Բա այդ հայերենը, որ պղծում են քո քաղաքում, որի պատասխանատուն ես։ Դու ով ես ու կտասնեմ գլխին, կամ չափալախ տամ։ Կարելի է։ Այդ ինչու թաղապետին կարելի է մի մուշտի տալ, ինչ չի կարելի։ Գնամ բերանը ջարդեմ Տիգրան Ավինյանի, կարելի է, չեք ասի, հո դու վայրենի չես։ Բայց Տիգրան Ավինյանը մեղավոր է, վատ բան է անում, ավելի վատ, քան նա ասել էր նրան թափեն վրատ այդ շիշը։ Ավելի վատ, մեր մաշտոցատարը, մեր այբուբենը, մեր քերականությունն է պղծում, լեզուն է պղծում, գնամ ոտատակ տամ։ Ամեն ինչին իր լուծումը պիտի գտնենք, հատկապես, դեր ես, ասենք ինձ կարող եմ, ասեմ դե ես հո պաշտոնյա չեմ, գնամ ու կռիվ անեմ, թևերս կշտեմ, չգիտեմ եւ այլն։ Պաշտոնյա իրավունք չունի։ Դուրները դգա թե չգա։ Այլ հիմա էլ թե ես տղա եմ, չէ հա։
Այն մնացած աղջիկ էին։ Հայաստանի իշխանությունները այս իրավիճակը դեռ չեն կարողանում հաղթահարել։ Իրենց թվում է, թե դա կներվի իրենց, չէ։ Միշտ հիշեք, այդպես չի կարող լինել։ Այն Վահագն Ալեքսանյանին ես անձնապես չեմ ճանաչում, բայց միթե սրբությունները կորցրել ենք։ Լավ ինչու եք սադրում։ Բա մայրը, բա ձեզ, դուք, չգիտեմ, կովիդ չեք ծնվել, մորից եք, չէ ծնվել։ 5-րդ Շարասյան, այնտեղ ակցիա անողներ, բան դուք մորից եք ծնվել, թե ապրանքից։ Ոնց եք մարդու մորը սադրում, ոնց եք ձեզ թույլ տալիս լկտի բաներ ասել, տղայիդ հայրն ով է, ձերը ով է։ Իսկ կարող է ձեր հայրը այն ում անունը որ կրում եք, դա չի դուք տեղյակել չեք, մաման չի ասել։ Հա? Մի խոսքով, այս ամեն ինչի համար է արվում է, որպեսզի Հայաստանում հնարավորինս շատ լարում առաջացնեն երկրում, որպեսզի վաղը միսօր աստիճանաբար պակասեցնեն իշխանության, այսպես ասած, նիշերը ավելացնեն իրենցը։ Շատ վատ է։ Ես ու իմ նմանները հենց նրա համար են, որ այս մասին բարձրաձայն են։ Ուզեք, չուզեք, դուք չեք կարող։ Դա ձեր խելքի բանը չի։ Ձեր դավաճանությունն է ժողովուրդը արդեն հասկանում է։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են մեզ կապել ռուսական աբոզին կամ, չգիտեմ, եվրոպական ու ամերիկյան աբոզին, պարզունակ դավաճաններ են։ Մենք ունենք մի խնդիր։ Մեր երկիրը սիրով հզորացնելու խնդիր։ Ում թևատակն էլ մտար, հոտ է գալու։ Մի մտեք։ Ուսուսի տալն է ճիշտ, այն էլ սեփական ժողովրդով, այն էլ մենք ինքներս պիտի ուսուսի տանք։ Հակառակ դեպքում էլի երկու ձեռք ենք անելու մի գլուխ, ասենք, վայ, այս ինչ եղավ։ Այդ վայը էլ չպիտի կրկնվի, անկախ նրանից ինչքանով են շատ հաճելի Հայաստանի իշխանությունները, քիչ հաճելի իշխանության ընտրել է ժողովուրդը, էլի ինքն էլ կորոշի նրանց ճակատագիրը, բայց որևէ լրտեսական գործունեություն, այն ինչ որ Քոչարյանը, չգիտեմ ովքեր Ալենին են ասում, լավ էլի, ստրուկը ուրիշին ստրուկ է ասում եւ իրեն թվում է, թե ինքը ճիշտ է։ Ամբողջ հայկական իրականությունը մեր հզորությունները դարձրեցիք ռսի ոտքի կոխան։ Եվ մենք այսօր դառը իրականություն ունենք։ Այսօր այսքանը պինդ կացեք, ես մի քանի օրից կգամ տուն բոլոր անհանգստացողներին եւ բոլոր չարախոսներին։ Գալու եմ ինձանից չեք բարձրի։ Կհանդիպենք։